ժողովրդին, ժողովուրդը ավելի լավ ձեզ կասի, թե ինչ մեթոդներ է կիրառվել։ Եվ այն ժամանակ, որ ես ասում էի 300 սպարտացիները, այ հիմա նորից ասում եմ, որ իրոք 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց ամբողջ պետական ապարատի դիմաց, առանց պոնչիկի, առանց պերաշկի բաժանելու, առանց 20,000 դրամների, առանց որևիցե մի բանի, այլ գաղափարի շուրջ հավաքվելով եւ ՔՊ-ին դեմ քվեարկելով կանգնել են այսօրվա իմ կողքին, որի համար եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ, ես հույսով եմ, որ մենք ինչ որ պայմանավորվել ենք մինչև ընտրությունները բոլորս հեռուստատեսության աչքի առջև մենք ասել ենք, ես օրինակ, այսպես եմ ասել։ Եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից իհարկե շատ ձայներ հավաքի, միանշանակ ես կմիանամ իրեն եւ ընդոպ ոչ պաշտոնների ակնկալիքով, առանց փոխքաղաքապետի, առանց բաժնի պետերի ինչ որ մի բանի, ես այդպես հայտարարել եմ եւ գիտեմ, որ ուրեմն Ռուպենը արդեն հայտարարություն է արել, որի համար ես իրենից շնորհակալություն եմ հայտնում, Կարենը նույնությամբ հայտարարություն է արել, ես իրենից եւս շնորհակալություն եմ հայտնում եւ ես հույսով եմ, որ ես անպայման իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ, ընդཐུպ կցանկանայի, որ իրենցից եւ աշխատանքի հարց լուծվեր քաղաքապետարանում, ինչու՞ չէ Եվ իրենց ծրագրերից, եթե տեսնեն, որ իմ ծրագրերի մեջ չկա, մենք կարող ենք նստել, քննարկել, եթե տեսնեմ առողջ իրենց ծրագրերից, ուրեմն կաշխատենք, որ իշա քաղաքի կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանի կապակցությամբ, ես հույսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը եւս իր խոսքերը ինչ որ ասել է, ինչ էլ որ պակաս է եղել, հավանական է մենք կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել, այնպես որ ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ ուրեմն վերադաս կառույցները ուզեցան խառնել Գյումրի քաղաքը եւ որոշակի բաներ կարողացան ուրեմն կազմակերպել, բայց ես ասել եմ, որ ես թշնամի չունեմ հայ ժողովրդի մեջ, իմ թշնամիները Օսմանյան Թուրքիան են եւ Ադրբեջանն է։ Ես հայ ժողովրդի հետ թշնամություն չեմ պահում միանշանակ, որովհետև ես այդպեսին եմ իմ բնավորությամբ։ Կարող է եւ դա իմ ուրեմն մինուս կողմերից մեկն է, բայց հանուն Աստվածային սիրո, հանուն ճշմարտության ես այդպես ապրում եմ ու բոլորը այս քաղաքում ինձ գիտեն, որ ես իրոք իմ խոսքերը ես ներողամիտ մարդ եմ։ Երեկվանից որևէ բանակցություն տեղի չի ունեցել Մարտուն Գրիգորյանի հետ։ Ոչ, երեկվանից ոչ, մենք ուրեմն Մարտուն Գրիգորյանի հետ ոչ մի բանակցություններ չենք ունեցել, չենք տեսել իրար հետ, մենք ընդհանրապես առիթ չի եղել, որ իրար էլ տեսնենք, բայց իհարկե իր ազգի, իր հարազատների հետ հարկանք կա, բան կա, այնպես որ այդպես ոխեր իմ թշնամիներ չենք, բան չենք, ոչ էլ այս խոսքերը ասում եմ, որ գիտեք, այնպես որ սենց փափուկ, որ մարդիկ բան անեն, ինչ որ ճիշտ կա, այն եմ ասում։ Մի բան ոչ ավելացնում եմ, ոչ պակասեցնում եմ։ Խնդրում եմ, եթե հարցեր ունեք, այնպես արեք, որ մեկը տվեք, մյուսը բան արեք։ Տեսեք, եթե Մարտուն Գրիգորյանը այնուամենայնիվ չի միանում ընդդիմությանը, ստացվում է, որ ըստ էության համայնքի ղեկավար Ավագանին չի կարողանալու ընտրել։ Այս դեպքում ինչ է անել ընդդիմությունը, այն քաղաքական ուժերը, որոնք արդեն հայտնել են, որ այսինքն կախված է ձեզնից փոշի Ես ճիշտ ասած այս պահին ձեզ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ես էլ պետք է իրոք համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, նախ պետք է դրան համոզվեմ, դրանից հետո անպայման մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ՔՊ-ին, ում խոսքերը ինչ էր եւ դրանից հետո մենք մեր անպայման խոսքը կասենք։ Հիմա այս պահին ես չեմ կարող պատասխանել, խնդրում եմ այդ հարցը ինձ չտաք, թե դրանից հետո ինչ է լինելու, որովհետեւ ես չգիտեմ իրենց կարծիքը, բայց ինչ որ լսել եմ հեռուստատեսությամբ, ինչ որ ինքը ասել է, որ անպայման մենք միանալու ենք, ուրեմն ընդդիմության դաշտը միասին է լինելու եւ ԿՊ-ն չի անցնելու քաղաքում, այդ լսել եմ ես ու տեսել ենք, բոլորս էլ լավ գիտենք։ Հիմա սպասենք, նայենք։ Եթե այսպես ասած ընդդիմության տեխնացու առաջադրվի, հա, գուցե Մարտուն Գրիգորյանը ինքը առաջադրվի, այս դեպքում ձեր, այսպես ասած, դուք ինչ եք անում։ Չէ, գիտեք ինչ կա, ուրեմն եթե այսօր
Նախ իմ ձայները բոլորից բարձր ընդանուր առմամբ աշխարհում ես չգիտեմ մի դեպք որ ասենք ովքեր որ շատ ձայն են ունեցել գնան միանան այն քիչ ձայներ ունեցողին հետո եւ Կարենը եւ Ռուբենը հասկացար միացել են ինձ այսինքն երեքս միասին մենք միացել ենք մենք սպասում ենք ինքը 6 պատգամավոր ունի հա ճիշտ է ավականի ունի հիմա այնպես որ մենք սպասում ենք իրեն այդպես մտածել այդպես չի կարելի Կասյանքանուն Գյումրու եթե նման իրավիճակ լինի որ իշխանությունը Ես հիմա այս պահին պատրաստ չեմ ձեզ պատասխանելու այդ հարցին մինչև ես չհամոզվեմ մինչև ես չհամոզվեմ թե ինչ է կատարվում դիմացը հիմա իմ խոսքերը այս պահին եթե ես ընկնեմ առաջ ինչ որ մի բան ասեմ ես չեմ կարող դա անել որովհետև պետք է համոզվեմ որ իրոք այդպես է երբ եկավ այդպիսի իրավիճակ ուրեմն դուք կտեսնեք ես ինչ կանեմ այդ կան Դուք պատրաստ եք հա օրինակ կոալիցիոն հա եթե ընդդիմությունը այնուամենայնիվ միավորվի փոխքաղաքապետերի վարչության պետերի պաշտոնները տակ մյուս ընդդիմադիր ուժերին թե այնուամենայնիվ ասելու եք ընտրեք մեզ եւ մենք միանձնյա ղեկավարենք քաղաքը Ուրեմն փոխքաղաքապետի պաշտոնը ոչ բայց մնացած որ պաշտոնը որ պետք է մենք պատրաստ ենք տալու հետո գիտեք ինչ ես իմ 13 տարիների աշխատացի ժամանակահատվածում